կարևորագույն ռետրանսլյատորները Հայաստանի հասարակական դաշտում, այնպես ով խոսի իրենք իրավունք չունեն։ Կոնկրետ Նարեկի եւ Վազգենի պարագայում մենք ունենք մի խայտառակ դեպք, երբ ազգային ժողովի աթոռին նստած մարդը հայհոյում է տղաներին, տղաները պատասխանում են իրեն եւ իր իսկ դիմումի հիման վրա հայտնվում են անազատության մեջ, նույնը կարելի է ասել նաեւ 168-ի նկատմամբ ծավալված այսպես ճնշումների վերաբերյալ, որտեղ նույնպես նախաձեռնողը Ալեն Սիմոնյանն է, այնպես որ այստեղ որևէ քննարկելու բան, սա արդյոք սա քաղաքական հետապնդում է թե չէ չկա։ Պարոն եւ վերջին մի ճշգրտում նաեւ հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված process-ների վերաբերյալ քաղբանտարկյալների թվում այնպես է ստացվել, որ բարձրաստիճան հոգեվորականներ են եւ չի բացառում նրանց թիվը աճի, եթե չգնան չընկրկեն Փաշինյանի այսպես առաջարկների առաջ։ Հիմա դուք ինչպես եք պատկերացնում հանգուցալուծումը, ինչ պիտի անի հայ առաքելական եկեղեցին, հանրությունը եւ քաղաքական շրջանակները։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ես այնքան հանդգնություն, այնքան անհամեստություն չեմ ունենա կյանքումս, որպեսզի որևէ բան խորհուրդ տամ 1700-ամյա կառույցին։ Ինչպես որ որոշի հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ դրա առաջնորդ վեհապար հայրապետը, մենք խոնարհաբար կկատարենք մեր պարտականությունները, սիրով ընդ որում պարտականություն բառը այդքան էլ լավ բառ չի, որպես հավատավոր քրիստոնյաներ, մեր առաքելական եկեղեցու հետևորդներ։ Ես հատուկ չսկսեցի նշել, բացի մեր սրբազան հայրերից, բացի մեր պայքարի ընկերներից սրբազան պայքարի շրջանակներում Նարեկից, Վազգենից, Դավիթից, բարերար Սամվել Կարապետյանից հատուկ չեմ նշում անունները, որովհետև շատ էական է, որ բոլորի անունները հաշվեն։ Բոլոր քաղբանտարկյալների համար անհրաժեշտ է պայքարել, անհրաժեշտ է անդադար հնչեղություն հաղորդել այդ հարցին, թե ներքաղաքական եւ թե մեր միջազգային գործընկերների համար, որովհետև այդ մարդիկ մեր փոխարեն են ազատության մեջ։ Իրենք անձեր չեն, դա պայքարի եղբայրության պայքարի նկատմամբ բռնաճնշում է եւ անձերի ընտրությունը այստեղ բացարձակեական չի, իրենց փոխարեն կարող են լինել մեզանից յուրաքանչյուր։ Պարոն Համիջանյան, մենք մարդու իրավունքները սովորաբար կապում ենք քաղբանտարկյալների հետ, բայց մարդու իրավունքների պաշտպանության լոզունգներով եկած այս իշխանությունները օրվա այսօր արդյոք պահում են հասարակ քաղաքացիներ, ովքեր քաղբանտարկյալներ չեն, իրենց իրավունքները որքանով են պահպանում, օրինակ հարկերը հաշվի առնելով, կենսաթոշակները հաշվի առնելով, մարդկանց արժանապատիվ կյանքի իրավունքը հաշվի առնելով։ Գիտեք, ձեր հարցը այնքան լայն է, որ հնարավոր է նույնիսկ սկսել Արցախի մեր քույրերի եւ եղբայրների ինքնորոշման իրավունքի իրացմանը խանգարելուց ու այսպես շարունակել երկար ժամանակ։ Իհարկե մեր երկրում Փաշինյանին հետաքրքրում է բացառապես իր աթոռը, հողն էլ առանձնապես իրեն չի հետաքրքրում, իրեն պետք է այնքան հող, որպեսզի կարողանա իր աթոռը դնել։ Դա է այսօրվա իրանց իշխանությունների տրամաբանությունը ու դրա համար են իրանք բացառապես դրա համար են իրանք պայքարում։